մենք անելու ենք արագ օմբրե, արագ գրադիենտ, գույնից, երբ որ մենք անցում ենք կատարում, ես վերցրել եմ M-ի երկնագույնը։ Նախապես մենք եղունգները կսել ենք ռադր բազա, բայց մինչ ռադր բազան նաև ամրացրել ենք ազատ եզրի հատվածում պոլիգելով, ստեղծելով անկյուններ։ Անցանք առաջ, երկնագույն երանգով մենք արագ ծածկում ենք եղունգի ազատ եզրի հատվածը, որից հետո վերցնում ենք վրձին օմբրեի համար նախատեսված եւ իր մոտ, որ մենք նկատում ենք փուզան վերևի հատվածում խիտ է, ներքևի հատվածում արդեն ցենց ցանցար։ Այդ ցանցար մազիկները պետք է մտնեն գույնի մեջ, այսպես խորտակվեն։ То есть մոտավորապես 1-2 մմ ինքը լինի գույնի մեջ, այլ ոչ միայն ծայրից քաշենք, այսպես որ քաշում ենք, չէ, խորտակեցինք։ Ու քայլ առ քայլ գնում ենք կողք 1, 2, 3, 4 տպտպացնելով ու մի փոքր ձգող շարժումներ կատարելով։ Գնացի միջև կողային պատ, կես միլիմետր բարձրացա վերև ու գնացի դեպի մյուս բակավոյ վալիկը։ Տպտպացնելով ու մի փոքր քաշելով, մի փոքր։ Կտրուկ բաներ չեք անում։ Եկա, կես միլիմետր բարձրացա ու կրկին գնում եմ կողք։ Հասանք կեսին, անգամ կեսից վերև։ Ինձ հիմա հարկավոր է վրձինը մաքրեմ, զրոյացնեմ։ Նյութը փուզայի վրա այսպես մաքուր, չոր, իրար կպած չի, ութած չի։ Ուղղակի հիմա այս հատվածում զրոյացնում ենք սահմանը, որ կտրուկ չլինի։ Այսպես։ Եթե զգում ենք, որ նյութը մի քիչ տեղ, դե պոլիգելա չէ, արանքները կարա լցվի, ես ավելացնում եմ այստեղ ազատ եզրի հատվածում։ Ահա, ես վերցրեցի էլի M-ի երկնագույն երանգը, պարզապես ավելի թարմ արտադրանք, հենց ասեմ իրա գույնը ավելի հագեցած է նստում, մեկը բրձնում էր արդեն։ Կրկին հիշում ենք, որ փուզան թափանցիկ իրա ցանցար մազիկներով գնում ենք գույնի մեջ, պարկացրեցի ու շարժում եմ ոչ թե վերև, այլ կողք, քայլ առ քայլ, մանր շարժումներ, բայց ձգող շարժումներ, միջև բակավոյ վալիկ, եկա, հասա, մի փոքր կես միլիմետր բարձրացա, գնացի մյուս կողմ, փուզան պարկացրած է, խնդրում եմ դրա վրա ուշադրություն դարձնել, ես ծայրով չեմ քաշում վերև, կես միլիմետր բարձրացա, գնացի մյուս կողմ։ Հիմա շատ կարևոր է զրոյացնել նյութը փուզայի վրայից, չոր անձեռոցիկով, ոչ թե սպիրտային։ Ու հիմա մաքուր փուզայով ուղղակի զրոյացնել սահմանը։ Լավ է երևում։ Այսպես ասացում, այս ինչ է, այսի ուղղակի փոշի են կողմը, լավ։ Всё, դնում ենք չորանամ։ Այս կողքերը լավ փոփ պետք է լինի, բաց տարածք չլինի այստեղ։ Դրեք չորանա։ Հիմա ես վերցրեցի գել, այն երանգի, որը որ ուզում եմ, որ խոսի իմ երկնագույնի հետ։ Ուրեմն, ուզում եմ նշեմ, որ այս գույնը հիմնական, որով որ մենք օմբրեն անում ենք, պետք է լինի լավ պիգմենտավորված ու իր աջակցությունը լինի կամ միջին կամ խիտ, որ մեր օմբրեն ավելի լավ ստացվի։ Դրա համար դուք ձեր պալիտրաների վրա արդեն փորձված գույներով օմբրեները կանեք, որ ունենաք ինչ առաջարկեք հաճախորդներին, այլ ոչ ցանկացած գույնով անեք ու ինչ որ մի գույնը կարող է ուղղակի տենց լավ չկատարի իր աշխատանքը, դուք նեղվեք, հա, որ ինքը ինչու լավ չի ձգվում կամ ձգվում է ցանցառը շատ լինում երանգը։ Ամեն ինչ այսքան կարելի է։ Քիչ քանակի նյութով դրեցինք ու կատարում ենք պարզապես բարակ հարթեցում։ Ուրեմն գելը ընտրում եք, որ լինի կամ կիսաթափանցիկ կամ ուղղակի քիչ պիգմենտավորված։ Այսինքն հայք, եթե իմ այս երանգը լիներ շատ պիգմենտավորված, ինքը ամբողջ օմբրեն կփակեր ու այն էֆեկտը սիրուն անցումի չէր լինի։ Այսպես մի փոքր շտկում ենք սինուսային հատվածները։